Մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճել է 10.4%-ով։ Ցուցանիշը պայմանավորված է հիմնականում շինարարության և ծառայությունների ոլորտում աճով, 5.9% նվազում կա արդյունաբերության ոլորտում։ Փոխարենը ըստ էկոնոմիկայի նախարարի մեծ է աճը տնտեսության այլ ճյուղերում։ Քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության եւ այլ ոլորտներում արտադրությունը էական աճել է, պարզապես նախորդ տարի եղել է ոսկու, այսպես ասած, վերամշակման ինչ-որ process, որը այս տարի 41%-ով կրճատվել է։ Իրականում տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա նաեւ արտադրության ոլորտներում եւ այդ ոսկու գործոնը, եթե մենք չեզոքացնեինք, ել ավելի բարձր արդյունք կունենայինք։ Վարչապետը ռեկորդային համարեց աշխատատեղերի մայիսի ցուցանիշը, գրանցվել է 790.320 աշխատատեղ, 2018-ի մայիսի համեմատ 242.331-ով կամ 44%-ով ավելի։ Աշխատավարձային ֆոնդը 2018-ի համեմատ աճել է 146 միլիարդ դրամով կամ 151%-ով։ Եկամտային հարկի ցուցանիշը 2018-ի համեմատ կրկնապատկվել է։ Միջին աշխատավարձը աճել է 74%-ով։ 2024-ի մայիսի համեմատ աշխատատեղերը ավելացել են 38,000-ով, աշխատավարձային ֆոնդը 10 միլիարդ դրամով, եկամտահարկը 15 միլիարդ, միջին աշխատավարձը 11,000 դրամով։ Շատ կարևոր ցուցանիշներ են։ Իհարկե նաև մեր տնտեսության ներսում էլի կառուցվածքային որոշակի խնդիրներ տեսնում ենք։ Այսօր ես տեսա, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն է մայիսին որոշակի նվազել, դրա բացատրությունը նախարարի մեկնաբանությամբ այդ թվում ներքին պահանջարկի որոշակի նվազում է։ Նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրածով, երբ որ տնտեսությունները հիմնականում փոքր տնտեսությունները մինչև 15 կիլովատ իրենք արտադրում են, այդ պայն իրենք սպառում են եւ դա չի արտացոլվում մեր արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ, դրանով է պայմանավորված, որտեղ վերջին տարիներին արևային կայանների թիվը էականորեն ավելացել է եւ մենք այս պայն ունենք տեղադրված արդեն շուրջ 770 մեգավատ հզորությամբ կաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է։ Ես համարում եմ լուրջ ձեռքբերում, իհարկե էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում։ Պատկերացնեք, չնկատելով երկու ատոմակայան ենք ստացել եւ հիմա հարցը այդ երկու ատոմակայանը ինչպես կառավարենք, դա երկրորդ խնդիրն է։ Փաշինյանը անդրադարձավ նաև էներգետիկ կառավարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրներին, նշելով, որ երեկ իր մասնակցությամբ Հոմպլեքս մոլ կենտրոնի բացման արարողությանը կենտրոնը հոսանքազրկվել է։ Մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ אז մենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն։ Այստեղ երկու տարբերակ կա։ Իհարկե ես ասեմ, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ իրանք բոլոր գծերը անցել են եւ այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Օրենսդրական փոփոխությունները ըստ վարչապետի կիրականացվեն խորհրդարանական արտահերթ նիստով։ Պետությունն ըստ նրա կստանձնի էներգետիկ ցանցերի կառավարումը, որ սցենարով էլ առաջնորդվեն, ինչ որ պահի ըստ վարչապետի կապահովեն էլեկտրական ցանցեր ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ստանալով երաշխիքները, որ ոչ միայն ընկերություններն ու կորպորացիաները, նաև քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն կունենան բաժնետոմսեր ձեռք բերել ժառանգել սերունդներին։ Նման նպատակ կա նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում։ Վարչապետի խոսքով մայիսի ցուցանիշներով աճը տեսանելի է նաև զբոսաշրջության ոլորտում։ Աճի ֆիզիկական արտահայտությունը ինքս եւ իմ ընտանիքը զգացել է, օրինակ պատկերացրեք, որ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է եւ այն պայմաններում, երբ Գորիսը ոնց որ թե իր հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավական առաջատար դիրքեր ունի, ոնց որ թե Երևանից, Գյումրիից հետո, սա նաև արդյունք է նրա, որ մենք Գորիսում զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրով շատ մեծ ներդրում արեցինք 18 թվականից եւ դրանից առաջ չեմ հիշում, բազմիցս եղել եմ Մեղրիում եւ առավել ես վարչապետ
տիկ կարգավիճակում ոչ մի անգամ չէի գիշերել մեղրի մի պարզ պատճառով, որ այնտեղ հյուրանոց չկար, որը պատվիրակությանը հնարավոր լիներ պատվիրակության կազմով մնալ եւ այս տարի առաջին անգամը, երբ որ ես մեղրիում գիշերել եմ, որովհետեւ արդեն այնտեղ նորաբաց հյուրանոց կա եւ սրանք կարծում եմ ազդակներ են, որ մենք պետք է ճիշտ ներկայացնենք։ Ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացվեց 14 համայնքի 18 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը։ Այս տարի պետությունը արդեն 7.6 միլիարդ դրամ է ուղղել սուբվենցիոն ծրագրերին։ Գործադիրը կֆինանսավորի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագիրը։ 2025-ի համար տարեկան հաստատված բյուջեն 1.8 միլիարդ դրամ է։ Առաջարկվում է տարվա երկրորդ եռամսյակում դիմող մոտ 410 շահառուին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 միլիոն դրամ։ Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Տեղեկացնեմ, որ ծրագրի մեկնարկից, այսինքն 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև հունիսի այս տարվա հունիսի 1-ը աջակցություն է ստացել 13285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Ժողովրդագրության ոլորտում մենք խնդիրներ ունենք եւ շարունակում ենք ունենալ խնդիրներ, որովհետեւ ցավոք սրտի ծնելիության ցուցանիշները նվազում են եւ մենք ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում եւ իհարկե նաեւ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ ծրագիրը պահանջված է։ Ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն եւ այդ ռազմավարությունը պետք է հետեւականորեն իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծել։ Պտղաբերության գործակցով վերջին 30 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն ենք գրանցել։ Սա նշանակում է, որ մեկ կնոջ հաշվով մենք ամենաշատ երեխա ունեցել ենք 23 թվականին։ Հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023-ից։ Ներկայացնելով օրակարգային հաջորդ նախագիծը նշեց ԿԳՄՍ նախարարը։ Դպրոցների ֆինանսավորման կարգը նախկինում երկու մասից էր բաղկացած։ Գործակիցները եւ նորմատիվները հաստատվում էին նախարարի հրամանով։ Առաջարկվում է դրանք հաստատել մեկ որոշմամբ, հաշվի առնելով փոխկապակցվածությունը։ Կարգը կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նախատեսում ենք, որ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների եւ տնտեսումների մի մասը կկարողանանք ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, իհարկե նույնպես կառավարության համապատասխան որոշումներով, ասեմ, որ սա շատ կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար։ Նախարարը ներկայացրեց ուսուցիչների ֆինանսական երաշխիքների ավելացման ուղղված ծրագրերը, նշելով, որ միայն կամավոր ատեստավորմամբ չէ բարձրացվել աշխատավարձը։ Հիշեցրեց ուսուցիչների վարձատրությունը 10%-ով մեկ անգամ բարձրացվել է 2019-ին, 2020-ին սահմանվել է ուսուցչի աշխատավարձի նվազագույն շեմ։ 20 թվականից 108,800 դրամը սահմանվեց իբրև ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ, սակայն ֆինանսավորման նոր կարգով 23-ից ուսուցիչների նվազագույն վարձատրության նոր չափ սահմանվեց 119,900 դրամ, որը շուրջ 10%-ով ավել էր նախորդ սահմանումից։ Սեպտեմբերից արդեն 12 դասարաններից 11-ում նոր չափորոշիչը կգործի եւ սրա շնորհիվ ուսուցչի շաբաթական դասավանդվող ժամերը նախկինում գործող 22-ի փոխարեն դառնում են 18 ժամ տարրական դասարանների համար եւ 20 ժամ մյուս դասարանների համար, ինչը հանգեցնում է դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման 20%-ով տարրական դասարանների համար եւ 10%-ով միջին եւ ավագ դասարանների համար։ Նախարարը ներկայացրեց ֆինանսական նոր կարգով արված բարեփոխումները։ Առաջադիմության խնդիր ունեցող երեխաների համար պետությունը ստանձնել է հավելյալ ծառայություն տրամադրելու պարտավորություն։ Նախորդ ուսումնական տարում 13400-ից ավելի երեխաներ կարողացել են այս մոտեցմամբ բարելավել կրթական արդյունքը։ Ֆինանսավորման նոր կարգի ներդրումը բերել է նրան, որ էապես ավելացել է հանրակրթության ֆինանսավորումը կամ դպրոցների պահպանման ծախսերը։ Եթե 2019-ին այս ուղղությամբ ֆինանսավորում կազմել է 85.26 միլիարդ դրամ, ապա 24 թվականին մենք արդեն իսկ հատկացրել ենք 118.84 միլիարդ դրամ։ Սա չի ներառում ուսուցիչների հավելավճարների վարձատրության ծրագրերը, որոնց առանձին միայն նախորդ տարի 10 միլիարդ դրամ է ուղղել պետությունը։ 2024-ին 500 դպրոցում 800 միլիոն դրամի կապիտալ աշխատանք է արվել։ Նաև նշվեց, որ նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքների համակարգողի լրավճարը։ Գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր տեղ կա եւ չի լրացվում, արվում էլեկտրոնային դասավանդում։ 96 դպրոցի 5250 երեխայի այս միջոցով կարևոր առարկաներ է դասավանդում 190 ուսուցիչ։
1.4 միլիարդ դրամ հատկացվեց 2 դպրոցի կառուցումը 2026-ին ավարտելու համար։ Նաև մեկնարկում են կառուցման աշխատանքները մեկ մանկապարտեզում, իրականացվում են նաև որոշ դպրոցների ուրեմն անհրաժեշտ նախագծային աշխատանքները, մոտավորապես 775.8 միլիոն դրամի չափով միջեռամսյակային վերաբաշխում է արվում, որը հնարավորություն է տալիս 27 ուրեմն դպրոցների նորոգման աշխատանքները մեկնարկել եւ եւս 22-ում, որտեղ աշխատանքները արդեն ընթանում էին, լրացուցիչ ուրեմն միջոցներ տրամադրել այդ նորոգման աշխատանքներին։ Վարչապետը հիշեցրեց, երբ մեկնարկում էին 300 դպրոցի կառուցման աշխատանքները, պարզվեց, որ երկրի բոլոր դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքները ունեն նորացնելու անհրաժեշտություն։ Բոլոր շենքերի գույքագրումից հետո որոշվեց, թե որտեղ պետք է ոչ թե ներդրում անել վերականգնման համար, այլ պետք է նոր շենք կառուցել։ 10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն է նա, որ այսօր գոյություն ունեցող 5 դպրոցների, բոլոր 5 դպրոցների փոխարեն պետք է մենք ունենանք նոր դպրոցներ։ Գործող ցանկում ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կան 340 դպրոցներ, որոնցից 200-ը նոր կառուցվողներն են, 45-ի կառուցումը ավարտված է, մնացած 140-ը նորոգվող դպրոցներն են։ Մայա Խաչատրյան, լուրեր։